Պարոն Ֆարմանյան, այսօր ամփոփում է մեր ձևովը իր գործունեության, այս կարճ ժամանակահատվածում գործունեությունը, կասեք, ինչ խնդիրներ եք նկատել, որ ժողովուրդը բարձրաձայնել է եւ հենց ձեզ է ներկայացրել եւ ինչ լուսման տեսլական ունի մեր ձևով շարժումը։ Ընդհանրապես մեր ձևով շարժման հիմնական առանձնահատկությունը արժեքային համակարգերի տարբերությունն է գործող իշխանության հետ։ Այսինքն ի տարբերություն գործող իշխանությունների մեր համար անընդունելի է իրական Հայաստան, այդ պատմական Հայաստան տարանջատումը, հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունները, ընդհանրապես ազգային արժեքների դեմ ոտնձգությունները եւ ժողովրդի մեջ հենց այդ պահանջարկը կա, որ իդեմս մեզ իրենք պատկերացնում են, որ մենք ի վիճակի ենք Սամվել Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանել թե ազգային արժեքները, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչից որ սկսվել է այս ամբողջ պատմությունը կարելի ասել, եւ ընդհանրապես այդ արժեքային համակարգերի տարբերությունն է մեր հիմնական, այդ տարբերություններով է պայմանավորված մեր առավելությունը, ես կասեի, որովհետեւ չի կարելի ոտնահարել դրանք, չի կարելի մոռանալ պատմությունը եւ ժողովրդի հենց հիմնական հույսը կապվում է մեր հետ նաև այդ մասով եւ ընդհանրապես բարեկեցությունն է ժողովրդի, որ հետագայում ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, աղքատություն չլինի երկրում եւ դրա մասին թվերն են վկայում, դա լոկ ցանկություններ չեն, վերջին 7-8 տարվա ընթացքում համեմատած մեր հարևան Վրաստանի հետ եւ այլ երկրների հետ ընդհանրապես շատ չնչին տոկոս է կազմում այդ աղքատության նվազումը եւ թե բարեկեցության առումով, թե ինչպես ես արդեն նշեցի, այդ ազգային արժեքների պահպանման տեսանկյունից այդ ամբողջի հետ ժողովուրդը մեծ հույսեր է կապում։ Ազգային արժեքների պահպանության տեսանկյունից նաև եկեղեցու հետ կապված այն ամենը, ինչ որ հիմա կատարվում է, ինչպես եք գնահատում եւ արդյոք ժողովուրդը հասկանում է ձեր ասելիքը եւ հասկանում է, որ դուք ուզում եք եկեղեցու կողքին լինել հենց ժողովրդի միջոցով։ Ընդհանրապես եկեղեցու պաշտպանությունը տեղավորվում է այդ արժեքների պահպանման որպես մի մասնիկ կարելի է դիտարկել, ոչ թե եկեղեցին որպես առանձին ինչ-որ եկեղեցու պաշտպանություն, այդ արժեքների պահպանության շրջանակներում մի մասնիկ որպես կարելի է դիտարկել եւ շատ-շատերն են հասկանում, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կարծում եմ, դա ակնհայտ է եւ մենք շարունակելու ենք մեր ձևով այդ ուղղությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։